Օկտավիանոսը Քրիստոս առաջ 27 թվականին դառնալով իբրև կայսր, Օգոստոս կայսր, Հռոմը վերածում է նոր որակի պետության, կայսրության, յուրացնում է գերագույն քրմի, պոնտիֆեքսի և միևնույն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն իմպերատորի տիտղոսները, ամբողջ վարչական, ռազմական և հոգևոր իշխանությունը կենտրոնացնում է իր ձեռքում, Եվրոպայում ամրապնդում է հյուսիսում Հռենոս և Դանուբ գետերի երկայնքով անցնող սահմանները և այս իրավիճակում նրա համար առաջնահերթություն է դառնում նաև Մերձավոր Արևելքում Հայաստանին վերաբերող խնդիրների լուծումը։ Բնականաբար Հռոմի հեղինակությանը մեծ հարված էր այն, որ հռոմեական կայազորները Հայաստանում ոչնչացվել են Արտաշեսի կողմից և նրանք ամբողջությամբ կորցրել են իրենց ազդեցությունը մեծ հայքի թագավորության տարածքում։ Եվ քանի որ ռազմական առումով դժվար էր Հայաստանը օկուպացնել, դրա համար նրանք նախաձեռնում են հայոց թագավորի դավադիր սպանությունը պալատական հեղաշրջման միջոցով։ Եվ միայն Արտաշեսի սպանությունից հետո Հայաստան են բերում արդեն Հռոմում դաստիարակված, մեծացած, դեռևս պատանի հասակում Հռոմ տարված Տիգրան III-ին, որը Արտաշեսի եղբայրն էր և Արտավազդ II-ի որդիներից մեկն էր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։